Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով օրեր առաջ իրավապահները Մերձավան գյուղից, որտեղ տեղի էր ունեցել համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը, հեռացրել են Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին, տատին ու պապին, որպեսզի վենդետան կանխեն։ Մերձավանի մեր աղբյուրները հայտում են, որ գյուղում Օհանյաններ, Ախտոյաններ եւ Հարությունյաններ գրեթե չեն մնացել։ Մեր զրուցակցի խոսքով ոստիկանությունը հերթապահությունը գյուղում շարունակում է։ Հիշեցնենք, որ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանի բնակիչները ստորագրահավաք են սկսել Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։ Իրավունք թերթը գրում է. Վայոց ձորում կարկառուն նախկին Աշոտ Արսենյանի մարզպետ որդին Արսենյանը ԿՊԱ-ականների շրջանում տարածված լուրերի համաձայն Փաշինյանին խոստացել է, որ հունիսի 7-ին մարզում ԿՊ-ն բացարձակ հաղթանակ է տանելու։ Վարիանտ չկա։ Մարզում ԿՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանելու, ասում են ի պատասխան Փաշինյանի մտահոգություններին, ասել է մարզպետը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ դռնփակ հանդիպումներում հորդորել է ԿՊԱ-ականներին անձամբ վարչական շրջան մարզ առ մարզ իրականացնել քարոզարշավ անկախ կարգավիճակից նախարար են պատգամավոր թե մարզպետ։ Բոլորը պետք է մտնեն մարդկանց տները, այլ ոչ թե ինչ-որ անծանոթ երիտասարդներ բուկլետներ տարածեն։ Մեր տեղեկություններով Փաշինյանը թիմակիցներից պահանջել է ոչ միայն շրջել փողոցներով եւ տուն առ տուն շփվել քաղաքացիների հետ, այլ նաեւ ամեն երեկո զեկուցել, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իշխանության եւ հատկապես ԿՊ-ի մասին։ Ըստ այդմ ԿՊ-ն փորձում է հասկանալ, թե որ հատվածներում ունի թույլ դիրքեր եւ սկսել ավելի ակտիվ աշխատել հենց այդ ուղղություններով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության արտարադատության նախարար Սրփուհի Գալյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը հասկանալու, թե ինչ գույք եկամուտներ ու պարտավորություններ ունի Հայաստանի ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ Գալյանը հանդիսանում է ԿՊ նախընտրական ցուցակի 6-րդ համարը։ 2025 թվականի հայտարարագրի համաձայն Սրփուհի Գալյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Դրանց թվում են Կոտայքի մարզի Նայիրի համայնքում գտնվող հողամասը, որը նա ձեռք է բերել 2023 թվականի փետրվարի 17-ին գնման եղանակով, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող համատեղ սեփականության փողամասը, որը գնվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, ինչպես նաև Դիլիջանում գտնվող անհատական բնակելի տունը, որը ձեռք է բերվել 2015 թվականի օգոստոսի 12-ին։ Տրանսպորտային միջոց Սրփուհի Գալյանը չի հայտարարագրել։ Հայտարարագրի համաձայն 2025 թվականի դեկտեմբերի 15-ին նա գնել է Յունիբանկի պարտատոմսեր 11,985,005 դրամ արժողությամբ։ Նա նաև հայտարարագրել է 6,500,000 դրամի հանձնված եւ վերադարձված փոխառություն ադրես ՍՊ-ին, ինչպես նաև 2 միլիոն դրամ բանկային ավանդ։ Նրա բանկային հաշիվներում հաշվետու տարվա վերջում արկա են եղել 9,955 դրամ, 22,503 դրամ, 2,142,410 դրամ, 34,035 դրամ եւ 1,025,867 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 2,900,000 դրամ եւ 5,300 ԱՄՆ դոլար։ 2025 թվականի ընթացքում Սրփուհի Գալյանի եկամուտները կազմել են 45,202,000 դրամ, այդ գումարից 760,872 դրամը նա ստացել է որպես աշխատավարձ Երևանի պետական համալսարանից, իսկ 26,690,000 դրամը արտարադատության նախարարությունից։ Իրավունք թերթը գրում է. Արարատի մարզի մեր աղբյուրները նշում են, որ մարզում ԿՊ-ի համար, ինչպես դիպուկ նկարագրեց աղբյուրը, ձայներ մուրալու գործին լծվել է մարզի նախկին իշխանավորները, ովքեր ժամանակին ջանք չէին խնայում նախկին իշխանություններին հաջողանալու։ Այսօր նույն մարդիկ ոչ միայն ձայներ են մուրում, այլ օտիդո շտաբների ֆինանսավորումներն են ապահովում։